առատություններ կան, որպեսզի թույլատրենք հարգելի լրագրողներին տեսանկարներ գրավել, դարարձակել։ Կան առատություններ։ Տեսանկարահանվի, միայն իրեն չտեսանկարան է, թե առհասարակ այլ առատություններ չկան, հարգելի լրագրողներ, շատ լավ, մյուս մասնակիցները տեսակցության հետ կապված առատություններ ունեն, չկան, հարգելի լրագրողներ կարող եք այնպես նկարահանել, որ տեղադրվեց երկուսի ընդհանրապես մեջ, շատ լավ, հարգելի դասախազբու առատություններ Այլ դատավարության մասնակիցներ, նեղադրական եզրակացությունը քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի համապատասխանելու վերաբերյալ դիրքորոշումներ հարկա են։ Չկան։ Դատարանն ասում է քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածով սահմանված հարցերի քննարկման։ Առաջի հարցը, որը պետք է քննարկենք, ինքնաբացարկի վարույթից ազատելու հարցի քննարկումն է։ Պարզաբանում եմ, որ հիմքերը թվարկված են քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ գլխում դատական օրենքի համահայկական օրենքի 71-րդ հոդվածում։ Եթե հիմքերը պարզաբանելու անհրաժեշտություն կլինի կհայտնենք դատարանը կպարզաբանի, եթե ոչ դատարանի կողմից սահմանված հաջորդականությամբ կհայտնենք հիմքերը առկա են, թե ոչ։ Հարգելի դատախազ, նախագահ դատավորին բացառ չկան հիմքեր հայտնի նստերի քարտուղարի բացառքի հիմքեր, պաշտպանների մասնակցությունը վարորդից բացառող հանգամանքներ չկան։ Շատ լավ։ Պարոն Վանյան, նախագահ դատավորին բացառքի հիմքեր ձեզ հայտնի են։ Պետրոսյան, չկան։ Նստերի քարտուղարին բացառք, պաշտպաններին որևէ մեկի վարորդից ազատելու հիմքեր ձեզ հայտնի են։ Հայտնի չեն, շատ լավ։ Պարոն Մինասյան, նույն հաջորդականությամբ ինքնաբացարկի վարորդից ազատելու հիմքեր ձեզ հայտնի են։ Շատ լավ, ինքնաբացարկի վարորդից ազատելու հիմքեր նախագահ դատավորի նիստի քարտուղարի հանրային մեղադրողի չկան պաշտպաններին որևէ մեկի վարորդից ազատելու հիմքեր ձեզ հայտնի։ Շատ լավ, պարոն Դավթյան, հիմնականը ձեր Շատ լավ, պաշտպաններից որևէ մեկի մասնակցությունը բացառող հանգամանքներ ևս հայտնի չէ ձեզ։ Լևոն Բարսեղյան, նախագահ դատավորին բացառք, նիստերի քարտուղարին բացառք, հանրային մեղադրողին բացառք, պաշտպանների վարորդից ազատելու հիմքեր հայտնի չեն։ Պարոն Մանուկյան, ձեզ ևս Բենյամին Ղալեչյան, նախագահ դատավորին բացառքի հիմքեր ձեզ հայտնի են։ Նիստերի քարտուղարին բացառքի հիմքեր, հանրային մեղադրողի, պաշտպանների վարորդից ազատելու հիմքեր ձեզ հայտնի են։ Պարոն Էժմյան, ձեր դիրքորոշումը շատ լավ, Էդգար Գրիգորյան, չկան որևէ մեկի, նույն հաջորդականությամբ դատարան հարցերը ձեզ ուղղելու, պարոն Ապրեսյան նույնական Շատ լավ, անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը, վարորդի դատության հարցի քննարկմանը, տարբերվող կարծիք Վարորդի մասնավոր մասնակիցները տարբերվող կարծիք ունեն վարորդի դատության հետ կապված, չկան։ Հարգելի դատավարության մասնակիցներ, հաշվի առնելով մասնակիցները շատ են, եթե դրական պատասխան կգտնի, այդ դեպքում կարծրական եթե ոչ դատարանը կանցնի հաջորդ հարցերի քննարկման։ Քրեական հետապնդումը դատարեցնելու վարորդը կարճելու հարցի քննարկմանն են անդրադառնում, կողմերը նման միջնորդություն կարող է ներկայացնել, դատարանն համապատասխան որոշում կայացնել, եթե առկա է քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի 3-ից 14-րդ կետով նախատեսված հիմքերը եւ դրանք հնարավոր է առանց ապացույցների հետազոտման։
Նման հիմքեր ձեզ հայտնի է։ Հայտնի չի պատվաշան դա։ Հարգելի վարորդի մասնավոր մասնակիցներ, նման հիմքեր այս փուլում հայտնի է ձեզ։ Չկան։ Եղադրյալների նկատմամբ ընտրված կապամիջոցի հարցերի քննարկման ենք անդրադառնում։ Տեղեկացնում եմ, որ պարոն Օհանյանի նկատմամբ ընտրված է կապամիջոց բացակայելու արգելք, պարոն Մինասյանի նկատմամբ ընտրված կապամիջոց առաջնահերթության կարգին դատարանը քննարկել է և վերացրել է, այսինքն կապամիջոց արկա չէ։ Աշոտ Գրիգորյանի նկատմամբ բացակայելու արգելք է ընտրված, Լևոն Վարդանյանի նկատմամբ բացակայելու արգելք, Բենյամին Ղարեջյանի նկատմամբ բացակայելու արգելք, Էդգար Գրիգորյանի նկատմամբ սույն իրական գործով կապամիջոց կիրառված չէ, հաշվի առնելով, որ այլ հարույթում կառանքը որպես կապամիջոց է ընտրված։ Այս պահին այդ կապամիջոցը գործում չէ։ Խնդրեմ արգելի հանրային նկատելով միասնական դիրքորոշում կարող է հայտնել բոլոր Պատվաշան դատարան, հաշվի առնելով, որ Մինասյանի նկատմամբ ընտրված կապամիջոցի հարցը արդեն դատարանի կողմից լուծվել է առաջնահերթության կարգով, մյուս մեղադրաների մասով ցանկանամ նշել, որ դեռևս նախաքննության ընթացքում որոշում է կայացվել մեղադրյալների նկատմամբ որպես կապամիջոց բացակայելու արգելք կիրառելու մասին, և նաև իրականացնող մարմինը դեռ կապամիջոցի կիրառելիս առաջնորդվել է նվազագույնի սկզբունքով, այնուամենայնիվ գտնում եմ, որ ներկա փուլում, հաշվի առնելով, որ դեռևս գտնում ենք նախնական դատարանների փուլում, շարունակում են արտարանել այն իրավաչափության պայմանների հիմքով կիրառված են եղել մեղադրյալների նկատմամբ որպես կապամիջոց բացակայելու արգելքը, ուստի միջնորդում եմ դատարանին կիրառված կապամիջոցները թողնել ամփոփել։ Շատ լավ, խնդրեմ Պետրոսյան դեսպանատը։ Պատվաշան դատարան, ես միջնորդում եմ պարոն Սերժան Օհանյանի կապամիջոց բացակայելու արգելքը վերացնել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ պարոն Սերժան Օհանյանը և նրա նկատմամբ մեկ այլ վարորդով կիրառված է նաև կապամիջոց գրավ, դատարանը փոխել է կապամիջոց գրավը և դա հանդիսանում է վիտարանի կապամիջոց, արդեն իսկ նրա նկատմամբ կա գրավ, մեկ այլ վարորդով ընդհանրապես որևէ կապամիջոց կիրառված չէ և պատվաշան դատարան ակնհայտ է նաև պարոն Սերժան Օհանյանի անձը հայտնի է նրա պատշաճվածքից միանշանակ է այն, որ նա երբևիցե չի կարող մեկնաբերչի վերաբերյալ։ Այս ընթացքում, երբ որ տարբեր դատարաններում քննվում են գործեր, պարոն Սերժան Օհանյանը ըստ անհրաժեշտության ունեցել է մեկնումներ և պատշաճ վերաբերել է որևէ դատական նիստ պարոն Սերժան Օհանյանի պատճառով չի խոչընդոտվել, որևէ մեկ անգամ այդպիսի դեպք արձանագրված չէ, ուստի միջնորդում եմ, որպեսզի դատարանը հաշվի առնի վերահիշված հանգամանքները, նաև այն հանգամանքները, որ պարոն Օհանյանը ունի առողջության հետ կապված խնդիրներ և անհրաժեշտություն է առաջանում նաև այդ կապակցությամբ ունենալ կարճատև մեկնումներ, ինչպես նաև գործողումներ։ Բնականաբար տեղյակ եք Հայաստան խմբակցության ղեկավարն է, դատարանին այդ հանգամանքը դա հանրահայտ փաստ է, դատարանը տեղյակ է և այդ կապակցությամբ բազմաթիվ գործողությունների խնդիր է առաջանում, որպեսզի յուրաքանչյուր անգամ մենք դատարանից ծառաբեռնենք, մենք խնդրում ենք դատարանին, որպեսզի կապամիջոց բացակայելու արգելքը դատարանը հավելացնի։ Շատ լավ, պարոն Օհանյան, ավելացնելու բաներ եք, միանում եք ձեր պաշտպանների Միանում միևնույն ժամանակ պատվաշան դատարան ուզում եմ տեղեկացնել, որ այս տարիների ընթացքում մի քանի անգամ հնարավորություն է եղել և դատարանի թույլտվությամբ ես մեկնել եմ աղբյուրներ բուժման համար և ժամանակին վերադարձել եմ, ես որևէ մի այլ երկիր գնալու ցանկություն չունեմ, բայց միևնույն ժամանակին նաև համանիկ եմ պաշտպանի հետ, պետք է այնպես անել, որ կապամիջոցը չխոչընդոտի, որովհետև ես հանդիսանում եմ հավաքական անվտանգության պայմանագրի և ապահովել իշխորհրդարանական հանձնաժողովի անդամ, պաշտպանական կոմիտեի անդամ, որպեսզի հնարավորություն լինի անհրաժեշտության մեկնելու և ներշահ ներկայացնելու այդ միջոցառումների ընթացքում։ Լավ, բարի։ Պատվաշան դատարանը մեկ ավելացում հավաստիացնում ենք դատարանի,
Կատարողության Պարոն Մինասյանի մասով դուք խափամիջոց կիրառելու հետ կապված չմիշտեցիք ճիշտ է դառնալ։ Պարոն Գարստյան, կարծում եմ դուք պետք է կարծիք եք տուրում, եթե մեղադրյալների մասով շատ լավ։ Ամեն դեպքում հավանական է շփոթվելու կողմերը։ Կտրեմ Պարոն մասով, ձեր պաշտպանյանի մասով դիշտորցիաներ չունի շատ լավ։ Մեղադրյալների հետ տարբերվող դիրքորոշում կունենան կարձականքից մնացած դեպքերում դատարանի հարցերին պաշտպանները կպատասխանեն, լավ։ Պարոն Դավթյան, Պարոն Մամիկյան, Պարոն Ապրեսյան, շատ լավ, խնդրեմ հարգելի հանրային մեղադրով պարոն Սերանովյանի պաշտպանության կապված ուզեց վերացնել ընդդիմաց խափամիջոց բացակայելու արգելքը։ Պատվարժան դատարան պաշտպանական կողմից նշվեց որպես խափամիջոցի վերացման ըստեյության հիմնավորում այն հանգամանքը, որ մեղադրյալ Սերանովյանը հանդիսանում է ազգային ժողովի պատգամավոր եւ գերատեսչական հանձնաժողովի նախագահ եւ նաեւ նշվեց, որ այլ քրեական գործերով նկատմամբ մտված են խափամիջոցներ, այդտեղ նաեւ գրավ, սակայն ինչպես ազգային ժողովի պատգամավոր հանդիսանալը, այնպես էլ որևէ այլ քրեական գործով այլ ընտրանքային խափամիջոցի կիրառված լինելու հանգամանքը չեն կարող հիմք հանդիսանալ խափամիջոցը վերացնելու համար, առնվազն այս դեպքում, այս պայմանությամբ մենք չունենք որևէ իրավիճակության պայմանային փոփոխություն, որը հիմք կտար քննարկելու խափամիջոցի վերացման հարցը, սակայն այնուամենայնիվ, եթե դատարանը կգտնի, որ անհրաժեշտություն կա փոփոխելու մեղադրյալի նկատմամբ կիրառված խափամիջոցը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ընտրված խափամիջոցը կիրառվել է հենց նվազագույնի սկզբունքով, այնուամենայնիվ գտնում եմ, որ տվյալ դեպքում, եթե դատարանը կհամարի թույլատրելի խափամիջոցի փոփոխումը, կիրառել որպես խափամիջոց Սերանովյանի նկատմամբ գրավ, որը կարող է բավարար երաշխիք հանդիսանալ վերջինիս պատշաճ պարտագիծը միջդատական վարույթի ընթացքում ապահովելու համար եւ գրավի չափ սահմանել 5 միլիոն դրամ։ Լավ, շնորհակալություն, դատարան լսելով կողմերի կարծիքը որոշեց մեղադրյալ Սերանովյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափամիջոցը վերացնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Հանյանը որպես մեղադրյալ ունի նաև դատավարական պարտականություններ, այլ մեկներից վարույթ իրականացնող մարմնի նախապես տեղեկացնելի գտնվելու նոր վայրի իր հետ համարտակցման միջոցների մասին պարոն Հանյանը այս դատարանի այլ վարույթով գտնվող քրեական գործով ևս մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի եւ դատարանի գնահատմամբ մշտապես շուրջ 1 տարի գտնվող քրեական գործով դրսևորել է պատշաճ վարքագիծ եւ որևէ անգամ առիթ չի եղել խափամիջոցի հարցը առաջնահերթության կարգով քննարկելու կամ ցանկացած բանի խափամիջոց կիրառելու։ Պարոն Հանյան, ձեր նկատմամբ դրված խափամիջոցը դատարանը վերացրեց, ունեք պարտականություն յուրաքանչյուր դեպքում այլ մեկներից վարույթ իրականացնող մարմնին նախապես գրավոր տեղեկացնել։ Լավ։ Շատ լավ։ Պարոն Մինասյանի նկատմամբ դատարանը խափամիջոց բացակայելու արգելքը վերացրել էր, Աշոտ Ֆիլիպոյանի նկատմամբ ընտրված խափամիջոց բացակայելու արգելքը դատարանը թողնում է ամփոփող, Լևոն Բարսեղյանի, Բենյամին Ղալեչյանի նկատմամբ ևս ընտրված բացակայելու արգելք խափամիջոցի թողնում է ամփոփող, Էդգար Ֆիլիպոյանի նկատմամբ դատարանը խափամիջոց ընտրելու անհրաժեշտություն այս բանը չի տեսնում, քանի որ առավել խիստ խափամիջոց այլ վարույթի պայմաններում վերջինիս նկատմամբ կիրառված է։ Եղած թե երբևիցե կվերացվի կամ կփոփոխվի, դուք դատարանին այս դատարանին կտեղեկացնեք, լավ, որ խափամիջոցը կամ վերացրել է։ Անցնում ենք հաջորդ հարցի դատմանը, այդ հարցվածի ներդրում ուղղային պատասխանատու ճանաչելու հարցի քննարկումը։ Հակելի հանրային մեղադրով միջնադատական վարույթի ընթացքում գույքային հայց չի եղել, իրական դատավարության օրենսգրքի
որակով նախնական դատավարության ընթացքում գույքային հայց լինելու դեպքում կարող եք ներկայացնել։ Չկան համիշտություններ, հետևաբար ճանաչելու հարցը առակայազուրկ է։ Համաձայնեցման առակայացված վարույթի միջնորդություններ չկան։ Հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցի քննարկման կանադապետության եղադրող Պատվաժան դատարան միջնորդում եմ հետազոտել հետևյալ ապացույցները և մի կողմից թվարկվող հաջորդականությամբ, մասնավորապես միջնորդում եմ ստիպել հետազոտել վերավոր ապացույցները, ներառյալ Գեղարքունիքի մարզի դրախտի համայնքի առաջին փողոցի 75-րդ հերթությունում գտնվող խոհամասի նկատմամբ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման միասնական Մատյանով Բենյամին Սուրենի Հարիչյանի անվամբ կատարված պետական գրանցման վերաբերյալ կազմված կադաստրային գործը կադաստրի կոմիտեից առգրավելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 2-ին կազմված արձանագրությունը շրջակա միջավայրի նախարարությունից խնդրու առարկա Սևան ազգային պարկ տարածքում գտնվող պետական սեփականություն և բնակության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Գեղարքունիքի մարզի դրախտի համայնքի առաջին փողոցի 71 հասցեի 10.526 քառակուսիմետր հողատարածքի վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական ուսուցման հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի փաթեթում առկա վերաբերելի փաստաթղթերը և մեկ հատ գրասենյակային գիրքը առգրավելու մասին արձանագրությունը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին կադաստրի պետական կոմիտեի աշխատանքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի տեղակալից առգրավված խնդրու առարկա հանդիսացող Գեղարքունիքի մարզի դրախտի համայնքի առաջին փողոցի 71 հասցեին գտնվող խոհամասի նկատմամբ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման միասնական Մատյանով Բենյամին Սուրենի Հարիչյանի անվամբ կատարված պետական գրանցման վերաբերյալ կազմված կադաստրային գործը զննելու մասին արձանագրությունը 2024 թվականի հոկտեմբերի 25-ին, հոկտեմբերի 30-ին շրջակա միջավայրի նախարարությունից Սևան ազգային պարկ տարածքում գտնվող պետական սեփականություն և բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Գեղարքունիքի մարզի դրախտի համայնքի առաջին փողոցի 71 հասցեի 10.526 քառակուսիմետր հողատարածքի վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական ուսուցման հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի փաթեթում առկա փաստաթղթերի տեղեկատվության պահանջի հիման վրա տրամադրված գործունների և իսկ փաստաթղթերի 2024 թվականի նոյեմբերի 26-ին առգրավում կատարելու մասին որոշման հիման վրա նույն թվականի դեկտեմբերի 2-ին շրջակա միջավայրի նախարարությունից առգրավված նույն մրցույթին վերաբերելի փաստաթղթերի և գրասենյակային գրքի 2024 թվականի նոյեմբերի 5-ի և 6-ի, ինչպես նաև դեկտեմբերի 3-ին զննում կատարելու մասին արձանագրությունները 2023 թվականի հունիսի 27-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված գրության քիչ տեղեկանքի թղթային տարբերակով քիչ 1 հատ խտասկավառակում առկա 2 էլեկտրոնային ֆայլերի տեսքով տեղեկատվության 2024 թվականի սեպտեմբերի 16-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված գրության քիչ հայտարարված տվյալների փոփոխություն կատարելու վերաբերյալ 2 դիմումի 20 հայտարարագիր պարունակող 2 խտաֆայլի և հայտարարագրերի ցանկի տեսքով տեղեկատվության 2024 թվականի ապրիլի 19-ին, հոկտեմբերի 17-ին զննելու և 2025 թվականի փետրվարի 25-ի լրատվություն զննելու մասին արձանագրությունները արտավարտային 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Տելեկոմ Արմենիա Խորհրդից ստացված գրությունը, ինչպես նաև դրանքից մեղադրյալ Բենյամին
Ղարեչյանի շահագործած բյուջեի հեռախոսամարի հետ 2015 թվականի հունվարի 1-ից 2024 թվականի հոկտեմբերի 16 միլիարդյա ժամանակահատվածում հաղորդակցված հեռախոսամարները դրանց բաժանորդների անհատական տվյալները հեռախոսային հաղորդակցություն սկսելու պահին և նրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրա տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալները, ինչպես նաև վիշապ-բյուջեի հեռախոսամարի կողմից համացանցին միանալու և համացանցից դուրս գալու վայրը, ժամանակը և տեղեկությունը, համացանցային հասցեն, ներառյալ ինտերնետ պրոտոկոլի IP հասցեն, համացանցային հեռախոսազանգը ստացողի անհատականացման տվյալները պարունակող էլեկտրոնային կրիչի 2024 թվականի նոյեմբերի 7-ին և 2025 թվականի հունիսի 21-ին զննելու մասին արձանագրությունները։ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Viva Armenia Club-ից ստացված գրության, ինչպես նաև դրանից Էդգար Գրիգորյանի շահագործած հեռախոսամարի 2016 թվականի հունվարի 2018 թվականի հունվարի 1-ը ներառյալ ժամանակահատվածում հաղորդակցված հեռախոսամաները, դրանց բաժանորդների անհատական տվյալները, հեռախոսային խոսակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրա տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալները, ինչպես նաև հիշյալ հեռախոսահամարի կողմից համացանցի միանալու և համացանցի դուրս գալու վայրը, ժամանակը և տեղեկությունը, համացանցային հասցեն, ներառյալ ինտերնետ պրոտոկոլի IP հասցեն, համացանցային հեռախոսազանգը ստացողի անհատականացման տվյալները պարունակող էլեկտրոնային կրիչի 2024 թվականի դեկտեմբերի 3-ին զննելու մասին արձանագրությունը, արտավարության փաստաթուղթ ճանաչված և առողջի նյութերին կցված Հայաստանի էլեկտրական ցանցերի կուբեից ստացված գրության և իսկ փաստաթղթերի պատճենների 2024 թվականի դեկտեմբերի 20-ի զննության արձանագրությունը, արտավարության փաստաթուղթ ճանաչված և առողջի նյութերին կցված Gazprom Armenia Club-ից ստացված գրության և իսկ փաստաթղթերի պատճենների 2024 թվականի դեկտեմբերի 27-ի զննության արձանագրությունը, արտավարության փաստաթուղթ ճանաչված և առողջի նյութերին կցված 2023 թվականի հունիսի 11-ին և 24-ին Պաշտպանության նախարարությունից ստացված տեղեկատվության պահանջների պատասխան դրությունների 2024 թվականի մարտի 6-ին զննելու մասին արձանագրությունը, արտավարության փաստաթուղթ ճանաչված և առողջի նյութերին կցված Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարից տեղեկատվության պահանջի հիման վրա 2025 թվականի մարտի 5-ին ստացված գրության և գիծ Արմեն Ազատի Լազարյանի, Տիգրան Սպարտակիշարյանի և Ազգեն Սպարտակիմյանը ծառայության վերաբերյալ տեղեկատվության 2025 թվականի ապրիլի 17-ին զննելու մասին արձանագրությունը, արտավարության փաստաթուղթ ճանաչված և առողջի նյութերին կցված 2025 թվականի մարտի 6-ին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից տեղեկատվության պահանջի հիման վրա ստացված գրության և գիծ Արմեն Ազատի Լազարյանի, Տիգրան Սպարտակիշարյանի և Ազգեն Սպարտակիմյանի հայոց ռազմական ոստիկանությունում առկա տեղեկատվության 2025 թվականի ապրիլի 17-ին զննելու մասին արձանագրությունը, արտավարության փաստաթուղթ ճանաչված և առողջի նյութերին կցված 2025 թվականի մարտի 31-ի Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարից տեղեկատվության պահանջի հիման վրա ստացված գրության և իսկ փաստաթղթերի 2025 թվականի ապրիլի 22-ին զննելու մասին արձանագրությունը, արտավարության փաստաթուղթ ճանաչված և առողջի նյութերին կցված 2025 թվականի ապրիլի 21-ին Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարից տեղեկատվության պահանջի հիման վրա ստացված գրության և իսկ փաստաթղթերի 2025 թվականի ապրիլի 23-ին զննելու մասին արձանագրությունը, արտավարության փաստաթուղթ ճանաչված և առողջի նյութերին կցված 2025 թվականի մարտի 12-ին շրջակա միջավայրի նախարարության Սևան ազգային պարտուղակից տեղեկատվության պահանջի հիման վրա ստացված գրության և իսկ փաստաթղթերի 2025 թվականի ապրիլի 19-ին զննելու մասին արձանագրությունը, արտավարության փաստաթուղթ ճանաչված և առողջի նյութերին կցված 2025 թվականի ապրիլի 25-ին շրջակա միջավայրի նախարարության Սևան ազգային պարտուղակից տեղեկատվության պահանջի հիման վրա ստացված գրության և իսկ փաստաթղթերի 2025 թվականի ապրիլի 29-ին զննելու մասին արձանագրությունը, արտավարության փաստաթուղթ ճանաչված և առողջի նյութերին կցված Հայ-Կնչական կոմիտեի զինվորական քննչական գլխավորության վարչությունում 2024 թվականի հոկտեմբերի 17-ին ուղարկված տեղեկատվության պահանջի հիման վրա 2024 թվականի հոկտեմբերի 21-ին ստացված մեկ խտասկավառակում զետեղված վիճակում գտնվող քրեական վարույթի 22/10/2024 թվականի ամսաթվով զննում կատարելու արձանագրությունը, գիծ արտադրված փաստաթղթերի 2025 թվականի հունիսի 21-ին զննելու մասին արձանագրությունը, Սևան ազգային պարտուղակի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գեղարվեստի
առաջին փողոցի 71 հասցեում գտնվող 10.526 քառակուսի գողատարածքի եւ դրա վրա առկա շինությունների զննում կատարելու մասին 18.02.18 թվականի արձանագրությունը, Սևան ազգային պարկ փողակի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի դրախտի համայնքի առաջին փողոցի 71 հասցեում գտնվող հողատարածքի եւ դրա վրա առկա շինությունների զննում կատարելու մասին 05.02.2020 թվականի արձանագրությունը, 2020 թվականի մարտի 21-ին ստացված շինարարատեխնիկական եւ ավտոմեխանիկական համալիր գործողությունության եզրակացությունը, 2020 թվականի փետրվարի 6-ին ստացված դատաձեռագրաբանական եւ դատապաստատաբանական համալիր գործողությունության 2020 թվականի փետրվարի 5-ի եզրակացությունը, զննության ենթարկված եւ 2020 թվականի հունիսի 22-ի որոշմամբ իրեն ավանդույթ ճանաչված Մեղադրատ Բենյամին Ղալեջյանի անվամբ կառուցապատման իրավունքով գրանցված կադաստրի պետական կոմիտեի անշարժույթի իրավունքների պետական գրացման միասնական մայցանում հողամասի կադաստրային ծածկագիրը նշված է պետական սեփականություն հանդիսացող Սևան ազգային պարկ փողակի տարածքում գտնվող Գեղարքունիքի մարզի դրախտի համայնքի առաջին փողոց 71 հասցեում գտնվող հողամասը եւ դրա վրա ինքնական կառուցված կառույցների առկայությամբ 2024 թվականի դեկտեմբերի 19-ին եւ 2025 թվականի հուլիսի 22-ին կայացված որոշումներով որպես արտավարության փաստաթղթեր ճանաչված 2024 թվականի դեկտեմբերի 2-ին կադաստրի կոմիտեից արգելված Գեղարքունիքի մարզի դրախտի համայնքի առաջին փողոցի 72 հասցեում գտնվող 10.526 հեկտար մակերեսով 1.026 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ կադաստրի կոմիտեի անշարժույթի իրավունքների պետական գրանցման միասնական մայցանում Բենյամին Սուրենի Ղալեջյանի անվամբ կատարված պետական գրանցման վերաբերյալ կազմված կադաստրային թիվ 74.02.47 կադաստրային գործը 2024 թվականի նոյեմբերի 28-ին Լիվա Արմենիա Թուբեից ստացված գրությունը, ինչպես նաև դրանից Էդգար Գարիկի Գրիգորյանի շարունակած հեռախոսահամարի 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 5-ը ներառյալ ժամանակահատվածում հաղորդակցված հեռախոսահամարները, դրանց բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային հաղորդակցությունը սկսելու բան եւ դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը եւ նրա տեղաշարժը բարձրելու համար անհրաժեշտ տվյալների, ինչպես նաև վիշապեջային հեռախոսահամարի կողմից համացանցի միանալու եւ համացանցից դուրս գալու վայրը, ժամանակը եւ տևողությունը, համացանցային հասցեն, ներառյալ ինտերնետ պրոտոկոլի IP հասցեն, համացանցային հեռախոսազանգ ստացողի համատականացման տվյալները, պարունակող էլեկտրոնային կրիչը, 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Տելեկոմ Արմենիա Թուբեից ստացված գրությունը, ինչպես նաև դրանից Բենյամին Սուրենի Ղալեջյանի շարունակած բյուջեի հեռախոսահամարի հետ, 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 16-ին ներառյալ ժամանակահատվածում հաղորդակցված հեռախոսահամարները, դրանց բաժանորդի համանական տվյալները, հեռախոսային հաղորդակցություն սկսելու բան եւ դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը եւ նրա տեղաշարժը բարձրելու համար անհրաժեշտ տվյալները, ինչպես նաև վիշապեջային հեռախոսահամարի կողմից համացանցի միանալու եւ համացանցից դուրս գալու վայրը, ժամանակը եւ տևողությունը, համացանցային հասցեն, ներառյալ ինտերնետ պրոտոկոլի IP հասցեն, համացանցային հեռախոսազանգ ստացողի անհատականացման տվյալները, պարունակող էլեկտրոնային կրիչը, 2023 թվականի հունիսի 27-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված գրությունը, կից տեղեկանքը, թղթային տարբերակով կից 1 հատ խտասկավառակում առկա 2 էլեկտրոնային ֆայլերի տեսքով տեղեկատվությունը, 2024 թվականի սեպտեմբերի 16-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված գրությունը, կից հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ 2 դիմումները, 20 հայտարարագիր պարունակող 2 խտաֆայլի եւ հայտարարագրերի ցանկի տեսքով տեղեկատվությունը, Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից ստացված գրությունը եւ կից փաստաթղթերի պատճենները, Գազպրոմ Արմենիա կողմից ստացված գրությունը եւ կից փաստաթղթերի պատճենները, 2024 թվականի հոկտեմբերի 25-ին հոկտեմբերի 30-ին շրջակա միջավայրի նախարարությունից Սևան ազգային պարկ փողակի տարածքում գտնվող պետական սեփականություն եւ բնության հատուկ պահպանող տարածք հանդիսացող Գեղարքունիքի մարզի դրախտի համայնքի առաջին փողոցի 71 հասցեի 10.526 քառակուսի մետր տարածքը վարձակալության եւ կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի փաթեթում առկա փաստաթղթերի տեղեկատվության պահանջի հիման վրա տրամադրված գրությունները եւ կից փաստաթղթերը 2024 թվականի նոյեմբերի 26-ին արգելում կատարելու մասին որոշման հիման վրա 9 թվականի դեկտեմբերի 2-ին շրջակա միջավայրի նախարարությունից արգելված
Նույն մրցույթին վերաբերելի փաստաթղթերի գրասենյակային գիրքը 2023 թվականի հունիսի 11-24-ին Պաշտպանության նախարարությունից ստացված տեղեկատվության պահանջների պակասական գրությունների Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարից 2020 թվականի մարտի 5-ից ստացված գրությունը եւ գիծ Արմեն Ազատե Լազարյանի, Տիգրան Սպարտակի Շարյանի եւ Վազգեն Սպարտակի Նահապետյանի ծառայության վերաբերյալ տեղեկատվությունը 2025 թվականի մարտի 6-ին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից ստացված գրությունը եւ գիծ Արմեն Ազատե Լազարյանի, Տիգրան Սպարտակի Շարյանի եւ Վազգեն Սպարտակի Նահապետյանի ռազմական ոստիկանությունից ծառայության տեղեկատվությունը 2025 թվականի մարտի 31-ին Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարից ստացված գրությունը եւ իսկ փաստաթղթերը 2025 թվականի ապրիլի 21-ին Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարից ստացված գրությունը եւ իսկ փաստաթղթերը 2025 թվականի մարտի 12-ին հրշրջական միջավայրի նախարարության Սևան ազգային պարտուղարից տեղեկատվության պահանջի հիման վրա ստացված գրությունը եւ իսկ փաստաթղթերը 2025 թվականի ապրիլի 25-ին հրշրջական միջավայրի նախարարության Սևան ազգային պարտուղարից տեղեկատվության պահանջի հիման վրա ստացված գրությունը եւ իսկ փաստաթղթերը Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ընկերության վարչության 2024 թվականի հոկտեմբերի 19-ին ուղարկած տեղեկատվության պահանջի հիման վրա 2024 թվականի հոկտեմբերի 21-ին 1 օտորակ 11 օտորակ 5624 երթային գրությամբ ստացված 1 խտասկավառակում զետեղված վիճակում գտնվող թիվի 916 քրեական վարորդի նյութերի 22/10/2024 թվականի ամսաթվով զննում կատարելու արձանագրության գիծ արտադրված փաստաթղթերը պատվաշան դատան այնուհետև իրականացնեն հետևյալ ներկայացյալ վկաների հարցաքննությունները Հարգելի Անայի մեղադրող ձեր խոսքը դատարանը չընդհատեց, բայց ինչ փաստական հանգամանք է հաստատում քան ձեր կողմից թվարկված ապացույցներով, ինչպես նաև իրեղեն ապացույց հանդիսացող ճիշտ է։ Այո, իրեղեն ապացույցի դերևս կանադական գրավոր փաստաթղթերով ինչ փաստական դատարան գրավոր կողմից թվարկված գրավոր ապացույցներով իրենց համագրավոր ապացույցները իրենց համակցության մեջ հաստատում են մեղադրյալների կողմից իրենց վերագրվող արարքների կատարման հանգամանքը ես առանձին այդ մասով չնշեցի, որովհետև նշածս բոլոր գրավոր ապացույցները հավասարաչափ վերաբերելի են եւ հիմնավորում են բոլոր մեղադրյալների մեղավորության հանգամանքը, ինչը հաստատվում է նաեւ այն վկաների ցուցմունքներով, որոնց նույնպես միջնորդելու են որպեսզի հետազոտեն Լավ, իրեղեն ապացույցի մասով մեկ ճշգրտում, իրեղեն ապացույցը հանդիսանում է գտնվելու վայրը Սևանի Երարտուղի մարզի վարչական տարածքում է։ Իրական դատավարության օրենսգրքի 331-րդ հոդվածի առաջին մասի համաձայն իրեղեն ապացույցը այլ վայր է գտնվում եւ միջնորդվում է որպեսզի հետազոտվի, պետք է գտնվելու վայրում հետազոտվի։ Հիմա դուք միջնորդում եք դատարանին, որպեսզի մենակ զինության արձանագրությամբ, այսինքն ձեզ բավարար է, թե միջնորդում եք հենց իրեղեն ապացույցը Պատվաշան դատարանը ծավալ սահմանելիս այդ հանգամանքը հաշվի առնում։ Պատվաշան դատարանը միջնորդում են զննության արձանագրությունը հետազոտել, սակայն այն եթե պաշտպանական կողմը զննության արձանագրության կապված հետագայում ունենա որևէ դիրքորոշում, հնարավոր է արդեն համապատասխան հետագայում նաև միջնորդեմ, որպեսզի առարկայական նաև այդ ապացույցը հետազոտվի, բայց այս փուլում առնվազն դրա անհրաժեշտություն չեմ տեսնում, հետևաբար միայն զննության արձանագրություն։ Լավ, բարի, խնդրեմ հաջորդի վկաներում։ Միջնորդում եմ նաև արձակումները հետազոտել նշված վկաների ուսումնքները, վկա Գրիգորի Լևոնի Բարսեղյան, Գարելին Լևոնի Բարսեղյան, Ջիվան Ռազմիկին Պետրոսյան, Աշոտ Արմենի Դավթյան, Վասիլ Հենրիկ Գրիգորյան, Համլետ Մովսեսի Ծառուկյան, Արամ Սուրենի Եվանյան, Սուրիկո Շայնի Շուշանյան, Մհեր Աշակի Կիրակոսյան, Վաչեն Մանթաշի Աղաջանյան, Վալենցին Աթաբեկի Պետրոսյան, Դավիթ Մարտիկի Արաքելյան, Գագիկ Վրացոյի Վարդանյան, Դավիթ Վիկտորի Կարապետյան, Արտակ Լևայ Բեկլարյան, Արթուր Մարտիկի Արաքելյան, Կարինե Մկրտչի Քուշկյան, Արամ Համայակի Մերկունյան, Արամ Ռազմիկի Մերկունյան, Արամ Հակոբի
Բադալյան, Աշոտ Հովհաննիսյան, Վկա Սահակ Մուրադի Մուրադյան, Էծիկ Հովիկի Վիրաբյան, Կարեն Թադևոսի Բաբայան, Արայիկ Սպարտակի Հունանյան, Ներսես Վարամի Հովհաննիսյան, Վազգեն Սպարտակի Նահապետյան, Արմեն Ազատի Լազարյան, Տիգրան Սպարտակի Շահյան, Անդրանիկ Արամանի Սիվանյան, Արտաշ Վաղաշակի Անտոնյան և Հակոբ Ստեփանի Առաքելյան։ Իսկ այնուհետև պատվարժան դատարան, եթե արդեն մեղադրյալները ցանկություն ունենան ցուցմունքներ տալու, նաև համապատասխան դժգոհության դեպքում իրականացնել մեղադրյալների հարցաքննություն։ Ազգի ձեր կողմից թվարկված, այսինքն դուք մեղադրական եզրակացությունից տեղեկանքում թվարկված բոլոր վկաների միջնորդեցիք հարցաքննություն իրականացնենք, ինչ փաստական հանգամանքը դրանով հաստատվում կամ Պատվարժան դատարան օրինակ անդրադառնամ Գրիգոր Բարսեղյանի ցուցմունքին, որը հաստատվում է Սիկարակ Սրտերի կողմից բռնի կարիքների համար շինաշխատանքներ իրականացնելու հանգամանքը, մեղադրյալ Աշոտ Գրիգորյանի կողմից դրախտի համակարգում գտնվող և Սևելյան Մոհանյանի պատկանող համառանոցում շինաշխատանքներ կատարելու համար Գրիգոր Բարսեղյանին դիմելու հանգամանքը, Ամառանոցը Սեյրան Մոհանյանին պատկանելու հանգամանքը, շինաշխատանքները կատարելու դիմաց ՍՊ-ին առավելություններ խոստանալու և նոր շինաշխատանքները ներգրավելու հանգամանքը, Աշոտ Գրիգորյանի կողմից շինաշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնելու հանգամանքը, շուրջ 64 միլիոն 500 դրամի շինաշխատանքներ կատարելու հանգամանքը, 58 միլիոն դրամը չվճարելու և այն որպես ՍՊ-ի կողմից բռնի կարիքների համար կատարված այլ աշխատանքների դիմաց որպես ատկատ, այսինքն որպես առավելություն, կաշառք դիմաց ստանալու հանգամանքը, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ։ Բուրգեն Բարսեղյանի ցուցմունքով հաստատվում են իմ կողմից արդեն նախորդին նշված հանգամանքները, Վկա Ջիվան Պետրոսյանի ցուցմունքով հաստատվում է դրախտիկ համայնքում գտնվող Ամառանոցը Սեյրան Մոհանյանին պատկանելու հանգամանքը, Գրիգոր Բարսեղյանի կողմից նշված Ամառանոցում շինաշխատանքներ կատարելու հանգամանքը, շուրջ 60 միլիոն դրամի սահմաններում և աշխատանքի գումարը չվճարելու հանգամանքները, Աշոտ Դավթյանի ցուցմունքով նույնպես հաստատվում են իմ կողմից թվարկված հանգամանքները, Վասիլ Գրիգորյանի ցուցմունքով հաստատվել է Սիկարակ ՍՊ-ի կողմից Սեյրան Մոհանյանի պատկանող Ամառանոցում շինաշխատանքներ կատարելու հանգամանքը, Համլետ Ծառուկյանի ցուցմունքով հաստատվել է Ամառանոցը Սեյրան Մոհանյանին պատկանելու Աշոտ Գրիգորյանի կողմից կատարող շինարարության ակտիվ մասնակցելու և շինարարներ ներգրավելու Սիկարակ ՍՊ-ի կողմից Ամառանոցում շինաշխատանքներ կատարելու հանգամանքը, Արամ Եգանյանի ցուցմունքով հաստատվել է Ամառանոցը Սեյրան Մոհանյանին պատկանելու, տարածքը Բենյամին Ղալեչյանի անունով վարձակալած լինելու հանգամանքը 2018 թվականից 10-ից 15 թվականների ընթացքում ինչպես տարածքում շինաշխատանքներ կատարված լինելու հանգամանքը, Սուլիկո Շուշանյանի ցուցմունքով հաստատվում է այդ նախորդիվ իմ կողմից նշված հանգամանքը, Մհեջ Կիրակոսյանի ցուցմունքով հաստատվել է Ամառանոցի Սեյրան Մոհանյանին պատկանելու 2010-16 թվականներին կառուցված լինելու, այն Բենյամին Ղալեչյանի անունով գրանցված լինելու, ինչպես նաև շինության ապօրինի լինելու հանգամանքները, Վկա Վաչե Աղաջանյանի ցուցմունքով հաստատվել են նախորդիվ նշված հանգամանքները, ինչպես նաև Վալենտին Պետրոսյանի ցուցմունքով են հաստատվել նախորդիվ նշված հանգամանքները, Դավիթ Առաքելյանի ցուցմունքով հաստատվել է դրախտիկ համայնքում գտնվող Ամառանոցը Սեյրան Մոհանյանին պատկանելու, հողատարածքը Բենյամին Ղալեչյանի անունով գրանցված լինելու, ՊՆ աշխատակից հանդիսանալով 2010-15 թվականների ընթացքում տարածքում պահպանություն իրականացնելու հանգամանքը, Վկա Գագիկ Վարդանյանի ցուցմունքով հաստատվել Աշոտ Գրիգորյանի կողմից դրախտիկ համայնքում գտնվող Ամառանոցում շինաշխատանքներ կատարած լինելու հանգամանքը, մյուս բոլոր վկաների ցուցմունքներով նույնպես պատվարժան
ով նկարագրված արարքները մեղադրումների կողմից կատարված լինելու հանգամանք։ Մի շարք հարցեր, որոնք ախասում են մեղադրական եզրակացություն ներկայացված փաստեր, նրանք փորձարկությունների եզրակացություններից հետ սկսենք, ուրեմն ազգային բյուրոյի ՕԱԿ-ի կողմից 07/10/11 թվականին հարցաքննվել է Գևորգ Գրիգոր Բացելյանը եւ ֆիքսվել է 14 միլիոն դրամի աշխատանքի մասին գումար չափ, որ կատարված աշխատանքների մաս։ Հաջորդը արդեն փորձագիտական կենտրոնը 25 թվականի մարտի 21-ին դատաշինարատեխնիկական փորձարկության արձանագրել է 59 միլիոն 718 հազար դրամի աշխատանք։ Ցուցմունքներով ուրեմն Գրիգոր Բացելյանը միայն 17 թվականի հունվարի 12-ին ցուցմունք տալի 60 միլիոնի մասով իբր կան աշխատանք։ Անդարձան հիմա մենք այդ հարցը ես ուրիշ բան եմ ասում հարգելական, ուղղակի մեղադրական եզրակացություն դրված է 58 միլիոն դրամի մասով ենթադրյալ քաշարքին։ Ես ուզում հասկանամ հանրային մեղադրող ես ապացույցները, որոնք թվարկեց մեկը մյուսին հակասող են, ինչից են ենթադրել, որ 58 միլիոնը 14 միլիոն չի, կամ 60 միլիոն չի, կամ 64 միլիոն 500 հազար չի։ Տարբեր թվեր են ֆիքսվել եւ փորձաքննությամբ եւ անձանց ցուցմունքներով։ Հվում արեց, որ Աշոտ Գրիգորյանի մեղադրանքը հիմնավորվում է նրանով, որ իբր Գրիգոր Բացելյանը դիմել է Գրիգոր Բացելյանին ներգրավելու աշխատանք։ Այսինքն հիմք անդունել հասկանանք միայն Գրիգոր Բացելյանի ցուցմունքը։ Բացաբանում զգայգորելով որոշակի հանգամանքին անդրադառնալուց կարողանան հվում անել այս հիմնավորվածությունը եւ նաեւ այս ապացույցներով մեկը մյուսին հակասում է թվերի ենթադրյալ աշխատանքի հետ ծավալի մասով։ Անդարձան եթե արձագանքելու հնարավորություն հանրային մեղադրող ունենա դատարանը գտա հիմա ապացույցների հետազոտման հետ կապված ձեր դիրքորոշումը Կարելի է դատարան իպլացիկով առաջարկում են հետազոտում կապացույցները, որտեղ եթե վկաների ներկայացնեն կոնկրետ հարցեր ունենք նրանց։ Այդ պարագայում մենք ունենանք հետազոտված ապացույցներ, ես նշեցի նաև հակասությունների մասով, այս հակասությունների բարձրացումը վկային ես ոնց պետք է տամ, այդ չեմ հասկանում, որտեղ մի քանի թվային ռոմանների մասին խոսքերում շինարարության մասով կատարած ասերի։ Երթականության հաջորդականության կողմից նայում եմ, որ եթե վկաներին լսենք չենք կարող հետազոտված ապացույցների մասով հարցադրում անել։ Իմ կարծիքով առաջնահերթությունը կտա ես ապացույցների հետազոտումը, հետո վկաներին լսեմ։ Գրավոր ապացույցների մասին Շատ լավ, անդարձան իրական դատավարությունը տալիս է դեռևս չհետազոտված ապացույցներին հղում կատարել վկայի հարցաքննության ընթացքում, լավ ձեր հայտարարությունը ամեն դեպքում արձանագրվեց։ Ինչպես նաև հայտնեք ձեր պաշտոնյալ Աշոտ Գրիգորյանի ցուցմունք տալու է։ Աշոտ Գրիգորյանի ցուցմունք տալու է։ Լավ, բարի։ Ընտրեմ, պարոն Ապրեսյան։ Բարի է Գրիգորյանը, իսկ վերաբերում ապացույցների հետազոտում հաջորդականությանը, ապա ես նույնպես գիտեմ, որ պետք է սննդում ուսումնասիրել հետազոտում գրավոր ապացույցները, այնուհետև անդրադառնալ վկանից լեգիտիմ մեղադրատների ցանկացություն տալ, բանային Ձեր պաշտպանյալը ներկայացնում հաստատում տալու է։ Շատ լավ, ընտրեմ մյուս պաշտպանը, պարոն Անկյան։ Համաձայնում ԱԳ-ի դատարան հաջորդականությամբ ցանկություն կա ցուցմունք տալու է։ Ով Արսենյան հաստատում եք, որ ցանկություն հայտարարում։ Այո, հաստատում։ Պարոն Էժմյան, ապացույցների հերթականության հաջորդականության հետ։ Կառուցում կարող է նշվածվար 20 ամի վիրավորվածություններ, հետո վկաներություններ։ Ցուցմունք տալու է ձեր պաշտպանը։ Այո։ Բենյամին Գալեչյան հաստատում եք, ցուցմունք տալու եք։
Այո, այո։ Այսինքն այս մասով փոքր ասած ունենք որոշակի կոնսենսուս համամիտ է մարզականությունը, իշխանական պաշտպանը կոմունիստների ցուցմունք տալու ցանկությունը, վերջինս ցանկությունների ցուցմունք տալու։ Պարոն հաստատում եք ցուցմունք տալու։ Անշուշտ Նաև այստեղ մի խնդիր կա, պաշտպանական կողմը դեռևս չի առաջարկել որոշակի ապացույցներ, որոնց վերաբերյալ Տիկին Պետրոսյան, դուք ձեր խոսքում պետք է ներկայացնեք նաև այն ապացույցները, որոնք դուք ցանկանում եք հետազոտվի որպես ի պաշտպանություն ձեր պաշտպանյալներին բերող փաստարկներ։ Եթե պարզապես համակարծիք եք, որպեսզի միայն հետազոտվի այն մեղադրողի կողմից միջնորդված ապացույցները, դա համապատասխան որոշում ըստ այդ կկայացնի։ Եթե դուք ի պաշտպանություն բերող փաստարկներ կան, որոնք ցանկանում եք որպեսզի Իհարկե հետազոտվի, մենք դրանք կարող ենք նայած, երբ որ հետազոտվի մեղադրանքի կողմի ապացույցները պետք է միջնորդեն։ Քրեական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածով սահմանված ապացույցների լրացման փուլում ովքեր հնարավորություն ունեք այս փուլում քրեական գործում արկա ապացույցներ, եթե կան, որոնք պայմանական են հանրային մեղադրողի կողմից չի միջնորդվել եւ դուք ցանկանում եք, որ այդ ապացույցները եւս հետազոտվի, դուք կարող եք այդ մասին նշել եւ միջնորդել։ Ինչպես նաեւ կարծիք հայտնել հերթականության հետ կապված։ Ուրեմն այսպես, հերթականության հետ կապված մեղադրանքի կողմի առաքություն չունեմ, դիրքորոշում ցուցմունք տալու հետ կապված կհայտնենք ավելի ուշ, իսկ ինչ վերաբերում է մեր կողմից ներկայացվող ապացույցներին, ապա ես խնդրում եմ այսօր նախնական դատական լսումները չավարտել, հաջորդ դատական նիստին մենք կներկայացնենք նաև եթե լինեն այդպիսի մեր ապացույցները հետաքրքրական կապված։ Լավ, պարոն Վանյան, ձեր պաշտպանությունը գալու հետ կապված հիմնական դատարկության ընթացքում դեռևս դիրքորոշում չեք հայտնել։ Լավ, բարի, հաշվի առնելով, որ նաև 7 րոպեից աշխատանքային ժամը ավարտվում է, մենք նախնական դատարկությունները այսօր չենք ավարտի, հետազոտման երկրակա ապացույցների ծավալի քննարկման շրջանակներում Պետրոսյանը իշխանական դատարանի դատարկությունների հետազոտել, որպեսզի հնարավորություն ունենան, եթե գործում լինեն ապացույցները, որոնք պաշտպանություն որպես փաստարկ կարող է ներկայացվել եւ չեն միջնորդվել հանրային մեղադրողի կողմից, այդպիսի դեպքում ներկայացնել։ Դատարկությունները մենք նախապես օրեր ժամ պաշտպաններ, փորձենք այս տարվա մեջ ևս մեկ դատական նիստ նշանակել, հունվար ամսից սկսած հաշվի առնելով, որ ծավալուն է գործը եւ կանեին շատ եւ քրեական գործի նյութերը, մենք փորձենք դատարան ցանկանում յուրաքանչյուր շաբաթ պաշտպանները խնդրեցին գոնե երկշաբաթյա միջով նշանակենք։ Այս պահին կքննարկենք երկու շաբաթը մեկ դատական նիստ նշանակելու հարցը, բայց եթե ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված ակցիաներ չկարողացան դատական նիստեր անցկացնել, հետո ավելի գրաֆիկը հաճախականությունները շատացնելու հարցերը քննարկենք։ Կփորձենք երկշաբաթյա ժամկետով, ինչպես նաև ժամային սահմանակ կգծենք, որպեսզի յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ կես ժամ 40 րոպե կամ 1 ժամ չենք անցկացնելու, կարողանանք արդյունավետ դատական նիստեր կազմակերպել, որպեսզի ոչ ամի ժամկետում կարողանանք քննել եւ ավարտել։